Շահումյան հասարակական կազմակերպություն, նեոլիբերալիստական գլոբալիզմ։ Բարի գալուստ մեր փոդքասթ։ Շնորհակալ ենք, որ այսօր կրկին մեզ հետ եք։ Շարունակում ենք մեր նախորդ թեման՝ նեոլիբերալիստական գլոբալիզմի ազդեցությունը աշխարհի եւ հատկապես Հայաստանի վրա։ Այսօր կխոսենք այն մասին, արդյոք ՀՀ ներկայիս իշխանությունը կարելի է անվանել գլոբալիստական։ Մենք շարունակում ենք մեր վերլուծական շարքը։ Սա մաս 4-ն է և այն շարունակվում է։ Նախորդ մասերը կարող եք դիտել մեր ալիքում։ Մի մոռացեք բաժանորդագրվել և հետևել մեզ։ Արդյոք ՀՀ ներկայիս իշխանությունը կարելի է անվանել գլոբալիստական։ Սա կախված է նրանից, թե ինչ ենք հասկանում գլոբալիզմ ասելով։ Եթե գնահատման չափանիշը գաղափարական և տնտեսական քաղաքականությունն է, ապա պետք է դիտարկենք, արդյոք իշխանությունը գործում է ազգային շահերի, թե գլոբալ կապիտալի տրամաբանությամբ։ Ինչ է նշանակում գլոբալիստ իշխանություն։ Գլոբալիստ իշխանություն է համարվում այն, որը ընդունում է նեոլիբերալ շուկայական քաղաքականություն, կախված է արտաքին ֆինանսական կենտրոններից, օրինակ ԱՄՀ, Համաշխարհային բանկ, ԵՄ, ԱՄՆ, իր քաղաքականությունը հարմարեցնում է միջազգային կապիտալի շահերին, գաղափարապես առաջ է մղում կոսմոպոլիտ, սպառողական և հակաավանդական արժեքներ ազգային ինքնության հաշվին։ Այսինքն այստեղ խոսքը պարզապես աշխարհին բաց լինելու մասին չէ, այլ այն մասին, թե ում շահերին է ծառայում պետությունը։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության տնտեսական քաղաքականությունը ինչպես է գնահատվում։ Տնտեսական ուղղությամբ նկատվում են նեոլիբերալ մոդելի հատկանիշներ՝ շուկայի ազատականացում, պետական ձեռնարկությունների մասնավորեցում կամ մասնավոր կառավարման հանձնում, հարկային արտոնություններ խոշոր բիզնեսի և արտաքին ներդրողների համար, սոցիալական ոլորտների բյուջետային սահմանափակումներ, պետական վերահսկողության նվազեցում տնտեսության վրա։ Այս մոտեցումները համընկնում են այն մոդելի հետ, որը կիրառվել է մի շարք հետխորհրդային երկրներում արևմտյան ֆինանսական կառույցների ազդեցությամբ։ Այս տեսանկյունից իշխանության տնտեսական քաղաքականությունը գնահատվում է որպես նեոլիբերալ։ Իսկ քաղաքական և դիվանագիտական ուղղությունը պաշտոնապես հայտարարվում է բազմավեկտոր համագործակցության մասին, սակայն գործնականում նկատվում է արևմտյան ուղղվածության գերակշռում, ԵՄ-ի հետ ակտիվ համագործակցություն, ԱՄՆ-ի և միջազգային ֆինանսական կառույցների ծրագրեր կիրառում, արևմտյան հղմերի ներգրավվածություն պետական քաղաքականության մշակման գործընթացներում, կրթական և մշակութային ոլորտներում արևմտյան մոդելներ ներդրում։ Այս մոտեցումը բնորոշ է գլոբալիստական կառավարման մոդելին, որտեղ պետությունը առավելապես գործում է միջազգային չափանիշների շրջանակում։ Մշակութային և գաղափարական ուղղությամբ ինչ միտումներ են նկատվում։ Իշխանության գաղափարախոսությունը ներկայացվում է որպես ժամանակակից և եվրոպական, սակայն քննադատական գնահատմամբ նշվում են հետևյալ միտումները՝ ավանդական արժեքների թուլացում, ազգային գաղափարական հիմքերի նվազում, մշակութային ինքնության փոփոխություն արևմտյան լիբերալ մշակույթի ազդեցությամբ։ Այս մոտեցումը հաճախ բնորոշվում է որպես համաշխարհային քաղաքացի ձևավորելու փորձերից, ազգային ինքնության առաջնայինության նվազեցմամբ։ Ինչ է ընդհանուր վերլուծական եզրակացությունը։ Վերլուծական մոտեցմամբ կարելի է ասել, որ իշխանությունը ներկայացնում է բուրժուական լիբերալ կառավարման մոդել, որը պաշտպանում է կապիտալի ազատությունը, ինտեգրում է երկիրը գլոբալ շուկայական համակարգին, պետական քաղաքականությունը կառուցում է ֆինանսական հոսքերի կառավարման շուրջ, այլ ոչ թե արտադրական զարգացման ռազմավարության։ Սա չի նշանակում, որ իշխանությունը բացահայտ հակաազգային է, սակայն քննադատական գնահատմամբ այն գործում է գլոբալ կապիտալի տրամաբանությամբ, այլ ոչ թե ազգային և սոցիալական առաջնայինությունների հիման վրա։ Սա նեոլիբերալիստական գլոբալիզմ շարքի մաս 4-ն էր։ Շարունակությունը կլինի հաջորդ թողարկմամբ։ Նախորդ մասերը կարող եք դիտել մեր ալիքում։ Եթե թեման կարևոր եք համարում, բաժանորդագրվեք և հետևեք Շահումյան հասարակական կազմակերպության ալիքին։ Շնորհակալ ենք լսելու համար։